Կրթության հասանելիության ապահովում սա է առաջնային կարևորային սկզբունքը, որը պետությունը հաշվի է առել սահմանելով կրթական հաստատությունների ցանկը եւ սկսել կապիտալ խոշոր ծրագրի իրագործումը, 300 դպրոցի, 500 մանկապարտեզի կառուցումն ու վերակառուցումը։ Առաջնահերթ սկզբունք է համարվել նաեւ համապատասխան ենթակառուցվածքի միջավայրի ապահովումը, որն ուղղակի ազդեցություն կունենա կրթության որակի վրա, բացատրում է ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։ Դպրոցների պարագայում առաջինը քարտեզագրման եւ ուսումնական հաստատությունների ընտրման աշխատանքները սկսվել են փոքր գյուղական դպրոցներից մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցներից, որովհետև մենք ունենք հստակ տվյալներ, որ այդ դպրոցներում շատ հաճախ կրթության որակի հետ կապված լուրջ խնդիրներ կան։ Մենք ունենք մինչև 10 աշակերտ ունեցող դպրոցներ, որտեղ ուսուցիչների բավարարություն կա, շատ առարկաներ դասամանդվում են նաև հեռավար։ Խոսքն այս դեպքում դպրոցի զրոյից կառուցման մասին է։ Հաջորդ փուլում արդեն ընտրությունը կատարվել է քաղաքային բնակավայրերի դպրոցներից։ Հանրակրթական հաստատությունների ցանկերը առաջարկել են մարզպետարանները, այնուհետև փոխվարչապետի աշխատակազմի, քաղաքաշինության կոմիտեի, տարածքային զարգացման հիմնադրամի, ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբը այցելել է տվյալ համայնքներ, ուսումնասիրություններ կատարել։ Հողի տարածքի առկայությունը, նախագծի համատեղելիությունը, շենքերի համեմատական վերլուծությունը, որովհետև եղել են օրինակ 2 դպրոց է առաջարկված եղել, բայց փորձել են ընտրել ավելի վատ վիճակում գտնվող սովորողների թիվը, դպրոցի ծանրաբեռնվածությունը, որոշ դեպքերում նաև ուսումնասիրել ենք, բնականաբար, եթե դպրոցում շինարարություն սկսվի, պիտի նաև այդ դպրոցի աշակերտների կրթության կազմակերպման հարցերը լուծեն։ Այդ ամենը հաշվի առնելով կազմվել է ցանկը, որն այս պահին ներառում է 296 դպրոց, որոնց կառուցման աշխատանքները տարբեր փուլերում են։ Թեև դպրոցական շենքերի հիմնական ֆոնդը բավական հին է նախորդ դարի 60-ից 80-ականների, բայց փոխնախարարի խոսքով ոչ բոլոր դպրոցները կարիք կքանդելու եւ տեղում նորը կառուցելու։ Այս դեպքում պետությունը որոշել է նորոգել այդ դպրոցները եւ կազմել վերանորոգվող դպրոցների ցանկը, որում ներառվել է 58 դպրոց։ Ներառված ցանկը սակայն դեռ կընդլայնվի։ Մանկապարտեզների ընտրության չափանիշները մի փոքր կրկին նույն սկզբունքներով են եղել, բայց մի փոքր այլ կերպ են ընթացել։ Կառավարության գլխավոր թիրախներից մեկը յուրաքանչյուր բնակավայրում նախադպրոցական ծառայության հասանելիության ապահովումն է։ Եվ նաև ելնելով հենց այս մոտեցումից ընտրվել են բնակավայրեր, որտեղ չեն եղել նախադպրոցական ծառայություններ, կառուցվել են մանկապարտեզներ եւ մյուս ցուցանիշներ, ընդգրկվածության ցուցանիշն է, մինչ 2026 թվականը մենք 3-ից 5 տարեկաների 85%-ի ընդգրկվածություն պիտի ապահովենք։ Ցանկում հաստատված է 395 մանկապարտեզի կառուցում, 195-ում աշխատանքը ավարտված է։ Ցանկը կհամալրվի ավելի քան 100-ով։ Նախարարությունը քարտեզագրել է մոտ 170 բնակավայր, որոնք երբևէ չեն ունեցել նախադպրոցական ծառայություն։ 15-ն է միայն, որ 50-ից ավելի երեխա ունեն։ Այդտեղ եւս կկառուցվեն մանկապարտեզներ։ 50-ից պակաս երեխա ունեցող բնակավայրերում կլինեն այլընտրանքային մոդելներ։ Դպրոցներում կստեղծվի նախակրթարան կամ գուցե նախադպրոցական կրթության կազմակերպումը պատվիրակվի մասնավորին։ Դպրոցաշինության ծրագրում մեր հաշվարկներով 300 դպրոցի շինարարության ավարտին մոտ 107,000-ից ավել աշակերտներ ավելի բարեկարգ նոր պայմաններում կրթություն ստանալու հնարավորություն են ունենալու, ինչը մեր ընդհանուր աշակերտների շուրջ 25%-ն է։ 300 դպրոց 500 մանկապարտեզի ծրագրով կկառուցվի 73 կրթահամալիր, որոնց համար նախարարությունը այժմ մշակում է առանձին կանոնադրություն։ Մայա Խաչատրյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։